Ժողովում էր եւ հարցեր հնչեցին Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անցել է գրեթե 2 ամիս, դուք գործի եք։ Չէ, մենք գործ չենք։ Մենք գործ չենք այնքան բանի մար, որ քննչականի պետը հենց երկրորդ օրը հայտարարեց, որ դա վենդետա է։ Հիմա պարզվեց, որ դե վենդետա չկա։ Վենդետան դատարանում պարզ Օհանյանը ասեց, որ իր եղբորը պայքարի չի կրակել ոչ մի բանով եւ դե վենդետան միանգամից հոց է ցնդում։ Իսկ ինչ է, պարոն Գրիգորյան, բանի չէ։ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը դուրս տվեց։ Եթե բացահայտում չլինի, ամեն ինչը պարզ, ուրեմն արդեն գնում է դեպի քաղաքականին։ Եթե այդ մեր կոչեցյալին, որը որ ինչ էր արել Վալոդյան, թող պատճառն ասեն գույնը, պատճառը չգիտենք։ Մենք այդպես հզոր աղբեր, հզոր տղա ենք կորցրել, մեր ազգին է կորցրել, մենակ մենք չէ մեր ընտանիքով։ Այլ չենք հասկանում ինչի համար խփեցին։ Դա ով ինչ կարա պատասխանը տա սրա։ Ախր այդ մեր Ախտոյանը, որ ախտ է իրանից ներկայացնում, նա 6 ամիս բռնված է եղել եւ կառավարությունը նրան բերում է նորից նշանակումներ ա տալիս եւ նորից համայնքում ղեկավար է դնում, համայնքում Մերձավանդ գյուղում նշանով 6 ամիս նստելուց հետո մյուս այդ հակակոռուպցիոն գործերով էլ մարդիկ չկան, նրանց էլ հանեք նորից նշանակեք իրենց տեղերում թող աշխատեն։ Նույնը Լեննականինը, նույնը մյուս տեղերինը, որտեղ որ իրանք գիտեն լավ։ Դուք նախաքննական մարմին քննչական կոմիտեին կոնկրետ պատվիրատուի անուն տվել եք, ասել եք, որ կարծում եք, որ պատվիրատուն ասակ, այլ միայն այս կատարողներով չի սահմանափակվում։ Իրանք մեզանից շատ լավ գիտեն, որ պատվիրատուով ասա։ Իրանք մեզանից շատ լավ գիտեն, իրենց մոտ բաներ կա, կադրեր կա, նկարահանված փետրվարի 5-ի երեկոյան կադրերը կա, մեր մոտ էլ կա, իրանց մոտ էլ կա։ Թող եթե միտեղ լուբո երկրում Ռուսաստանից բռնցած Ամերիկայից եթե այդ կադրերը լիներ, էլ ոչ մի հատ ուրիշ բան ման չէր գա սպանության համար։ Պարոն Գրիգորյան, ով է պատվիրատուն։ Դե արդեն Նարեկ Օհանյանը, բայց կարծես փաստաբանը Նարեկ Օհանյանը չի ստեղ պատվիրատուն, Նարեկ Օհանյանը գործիք դարձրեցին, որ իրանք ոչ մի բարեկամական կապ չունեն իրար հետ։ Մենք սաղին բոլորին ախր ասել եմ, ճանաչում ենք մենք։ Այստեղ Ախտոյան Մեհերի թե ինչն էր իրան այստեղ դրթել, ով էր իրան սովորացրել, ով էր իրան թեբերի տակ ձմերուկ դրել։ Անկան որ Ախտոյանն էլ ունի ինչ-որ տանիքներ, հա, կարող է Ախտոյանն էլ ունենալ։ Կարող է, ես չեմ կարող ասեմ, թող բերեն բացահայտեն, մենք սպասում ենք իրանց բացահայտումները։ Ամեն դեպքում այս 2.5 ամսվա ընթացքում քննությունը ձեզ չի գոհացնում։ Չէ, չի գոհացնում, որովհետև սա արդեն ասենք բացահայտված է, բայց իրանք ոչ մի բան ոնց որ չեն ասում։ Մենք պետք է հանգստացնենք, չէ՞, որ մենք ամեն օր սգում ենք, մենք ամեն օր սգի մեջ ենք, մենք գերեզմանից տուն չենք գնում։ Մենք ուզում ենք իմանալ։ Պարոն Գրիգորյան, հիմա Մերձավանում ինչ իրավիճակ է, վերջերս տեղեկություն հրապարակեցին, որ Ախտոյաններ այսպես ընտանիքով նախաքննական մարմնի հսկողությամբ ոստիկանության միջոցներով լքել են գյուղը։ Ես ասեմ, Պետրոս Ղազարյանն էլ քննչականի պետին մի 2-3 օր առաջ որ այդ հարցազրույցը տվել էր 2 օր երևի հարցերից ասեց ինչքան պետք է պահեք Ախտոյանների ընտանիքին լավ մի տարի 2 տարի 3 տարի բա հետո այդ պետական բյուջեն որ մենք էլ ենք հարկեր տալիս մեր հարկերից ինչա ազգի տականքին պահելու մար մենք մեր փողերով պետք է մեր փողերը ծախսենք իրաց պահելու մար հերիք չէ տականքներին վերացնել վերջացնել մի անգամ տավաճանների դրանք էլ տականք են ես ասել եմ արդեն որ դրանք ազգի տականքն են եթե չեն հավատում ես կապացուցեմ դուք հավատում եք որ մեր իրավապահները ի վերջո կգնան վերջնական բացահայտման եւ պատվիրատուին կբերեն ես ուզում եմ հավատալ ես դա համար հետենց սպասում ենք մենք դրան հիմա Մերձավանում հսկողությունը կրկին կա պարոն Գրիգորյան շատ խիստ հսկողություն է շատ խիստ հսկողություն վերևից երևի ասել են որ բոլորին ոչ մի ներում եւ փաստերի բերումով երևի արտին մարտի ով խախտում արելա թող նրան էլ ես բան չունեմ ասելու այդ թեմայով բայց մարդկային ոչ մի բան միայն հսկողությունը ամենախիստ ոչ մի մարդկային միայն ասում են օրենքա ու վերջ Պարոն Գրիգորյան, իսկ քննչական կոմիտեի նախագահ նաև ազգային ժողովում ասել էր, որ Գևորգը, որը որ կատարողն է, հանդիպել է դեպքից առաջ Վալոդյա Գրիգորյանը։ Դուք լսել եք այդ հանդիպան մասին, ինքը որոշակի այդ Հարությունյան, ով է կրակոտ բան չի եղել։ Ինչ հանդիպել։
ումը հանդիպել, չենք ճանաչել մենք այդ լագոտին։ Ընտանիք ունի, պարոն Գրիգորյանը, հայր, մայր, Ունի մայր, քույր, որը բաժանված է, հա, տատիկ, պապիկ մորական, ես իմ որտեղ ապրում, հիմա դե Մերձավանում չի ապրել, 5 տարի են ապրել, մենք չենք ճանաչել вообще դրանց, ընդհանրապես ես իմ դրանք մի անգամ իրանց կողմը տարան, ինչ ձևի թույն սարսկեցին, որ տենց գնացին այդ քայլին, մենք չենք հասկանում էլի, ինչի համար էլի, մեզ պատասխան ինչի համար, գոնե, մի հատ մեղք, որ իմանանք արել է Վալոջյան, որ մի բան էլի, որ կարճենք դրանից, ասենք, այ ես մեկ արել էր այ դրա համար։ Միգուցե նրա հաղթանակը կուլ չտվեցին, պարոն Գրիգորյան։ Դե հաղթանակը մեր ժողովրդին է, եթե մեր ամբողջ ազգը սիրում է մեր ժողովրդի հաղթանակը, բայց ես էլ մեր ժողովրդի հաղթանակն է, չէ՞։ Եվ դրան հաղթանակից հետո ինչքան գործեր է կատարվել, որ տարիներով անձամբ չեն կատարել ոչ ոք, տարիներով, իսկ Վալոջյան կատարեց մի քանի ամսում։ Եվ իր անձնական ջեբից եւ մնացած գործերը ինչ որ անում ընկերական շրջապատով եւ անելու է եւ շատ լավ է լինելու եւ Պարոն Գրիգորյան, եթե Օրեսմյուր Ախտոյանները վերադառնան համայնք, մերձավանցիները կընդունեն, որ նույն համայնքում ապրեն։ Նրանք կլինեն առհամարված եւ նրանց մարդու տեղ չեն դնելու, որովհետեւ իրոք նրանք մարդ չեն, տականք են, արդեն կարամ ասեմ իրանց ընտանիքով են տականք, ոչ թե մենակ Գագո Ախտոյանը, այլ ընտանիքով տականք են ծերուններ, դրանց ծերունները պետք է վերանա ընդհանրապես, ես ասեմ, որովհետեւ սերունդներից է ծնվում իր հերը, հիմա տղան, հետո կլինի թոռը, դրանք տականք են մնալու են իրանց ինչքան որ կապեն Աստված, ինչքան կյանք հատվի, բայց Աստված կփակի այդքան ժողովրդի, որ ճիշտ ասենք, այդքան քֆուկների, որ դրանք կուլ են տալիս, այդքան էս հազարավոր ժողովուրդների եւ մենակ Հայաստանից չէ, Ամերիկայից էլ, Եվրոպայից էլ, Ռուսաստանից էլ, ամբողջ աշխարհից այդ քֆուկներ ու անեծքները դրանց ընտանիքի գլխին, այդպես մարդիկ ոնց կապրեն, թող ապրեն դե որտեղա